Արև ձեզ աշխարհով մեկ սփռված իմ հայգազգ, փառք Աստծո, որ խափանվեց Փաշինյանի պլանը։ Ինչ որ նա պլան ուներ։ Նրա ամենամեծ պլանը, որ նա Արշակ եպիսկոպոսին Կաթողիկոս սարքեր, որտեղ նա եւ նրա քաղաքական հոր անձնական դավաճաններ եկեղեցու մեջ Կաթողիկոսի ծոցում մեծացրած սատանան էր, որը աշխատել էր դեռ 10 տարի Կաթողիկոսի վրա, որ Կաթողիկոսին իր ձեռքով դուրս շպրտեր եկեղեցուց եւ նա նստեր Կաթողիկոսի տեղը։ Դա եղել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հոր եւ իր պլանը։ Ինչու համար նա հոգեվարքի մեջ ընկավ եւ սև շորերով այսօր տխուր դեմքով այսպես հաղորդաշար տվեց։ Մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժվում, մեղավորների ճանապարհին ոտք չի դնում եւ հանցագործների հետ համախոհ չի լինում։ Տեսեք, հարգելի հայրենակիցներ, հիմա դանդաղ բացատրեմ։ Երբ որ 5 տարի առաջ Արշակ Սրբազանի մասին ես բոլորը գիտեի, այդ զապիսները գիտեի, իր խմելու, դեղ քաշելու, իր հավաքները թե ում էր նա նստում, ինչեր էր խոսում, բոլորը ես գիտեի, որտեղ նա մեր Էջմիածին քաղաքից է եւ նրան մանուկ հասակից ճանաչել էի։ Ես նրան երբ որ բռնեցի Միամիտ փողոցում, մոտեցա նրան եւ ասեցի՝ մի ժամ շուտ սև շորերը թանի սատանա, քո սատանական դեմքով, քո աշխատանքով գնա։ Եվ նա ավելի 2 անգամ ավել սկսեց Նիկոլ Փաշինյանի հոր, քաղաքական հոր եւ բոլորի հետ իմ դեմ գործել, դրա արդյունքում էլ մահացավ իմ եղբայրը։ Այս բոլորը բացահայտվելու է։ Հարգելի հայրենակիցներ, Կաթողիկոսը երբ որ իր ծոցումոց էր մեծացնում, ես երբ որ Մոսկվա եկա, ես հանդիպեցի Կաթողիկոսի եղբոր հետ, Սրբազանի հետ մեր եւ բոլորը ասեցի, որ տեսեք, գալու է օրը, այս օծը խայթելու է քեզ ու քո եղբորը։ Փառք Աստծո, որ այսօր բացվեց նրա դեմքը, բացվեց իրական նրա ով լինելը։ Կհիշեք իմ հաղորդաժարի մեջ, ես որ ասում էի, որ կա սատանա սև շորերով։ Ես ի նկատի ունեի կակրաս Արշակ Սրբազանին, որտեվ գիտեի մի օր բացվելու է, որտեվ Աստծո պատիժը դաժան է եւ արդար, եւ ինձ թվում է, որ Կաթողիկոսը նրան մի ժամ շուտ պետք է կարգալուծ անի, որտեվ նա է ամբողջ եկեղեցու խնդիրներ սարքողը, գործակալը Փաշինյանի քաղաքական հոր։ Ես ձեզ ֆակտերով եմ ասելու, թղթերով ցույց եմ տալու, թե նա ում է դա համագործակց է, ովքեր են արտասահմանից եկե, նա ում է դա հանդիպ է, որտեղ են խոսած է, ամբողջը ես գիտեմ, 1։ Երկրորդը, այսօր Փաշինյանը նորից խոսում է սաղմոսներից եւ հանցագործներից։ Պարոն Փաշինյան, ես ֆակտով եմ խոսում։ Երբ որ Քրիստոսին խաչի բարձրացրեցին, աչից նրա առևտրականն էր խաչված, ձախից հանցագործն էր խաչված։ Նա հանցագործին իր հետ տարավ իր հոր մոտ, որտեղ նա զգաց, որ նա է արդարը, իսկ առևտրականին թողեց սատանաների հետ։ Դուք առևտրականներ եք, հոգի գողացողներ եւ ծախողներ եք, հանցագործներ, ոչ թե այն հանցագործներից, որոնք արդարության դեմ են պայքարում, այլ ձեր նման առևտրականների, որոնք փող գողանալու համար, կոռուպցիոներներ եք դուք։ Հələ մի հատ քո հակի կոստյումը նայի, քո ունեցվածքը նայի 6 տարվա մեջ, քո եղբոր գնաց Թիֆլիսում հյուրանոցը նայի 1 միլիարդանոց եւ նայի, թե դու ինչքան ունեցվածք ունես հիմա։ Եկել ես $400 նստել ես աթոռին, նույն ձևի գողացել ես Հայաստանում, սաղ գիտեն այսօր, թե Ավինյանն ինչքան փող աշխատում, սաղ գիտեն, թե պատրիատներն ինչ արժի, սաղ գիտեն, դուք ավելի շատ միլիարդներ եք արդեն տարել, քան թե ուրիշները։ Պետական պարտքը հասցրել եք 7 միլիարդից 10 միլիարդով ավելացրել եք, այդ օդի փողերը սաղ գողացել եք։ Իմացեք, այսօրվա ձեր արածը ի վերուստ Աստված փառավորեց իմ հոգին, որովհետև դուք բացահայտեցիք ձեր դեմքը։ Իսկ Հայաստանի դավաճաններ այդ 1000 հոգին, որ հավաքել ես, քեզ ծափ են տալի, ու դու հոգեվարքի մեջ ընկած խառնված իրար, իմացի Փաշինյան, սա այսօր դու դրեցիր քո պարտության եւ դու կնքեցիր Աստծո հետ պատերազմ, իսկ Աստծո դեմով դու սա եկե պատժվելա շատ դաժան եւ շատ ավել բարձրացեմ
Հարգելի հայրենակիցներ, լցվեք իսկական Աստծո հոգով, կռիվ ունենք սատանայի դեմ եւ կռիվը սկսված է։ Այսօր եկեղեցու մեջ նա արեց այն, ինչը որ ոչ մի անգամ թույլ չէր տա Աստված։ Նա հավաքեց հայ ազգի մեջի դավաճաններին, բերեց այնտեղ, մտավ եկեղեցու գործերի եւ Աստծո գործերի մեջ, համբերեք ամեն օր տեսեք ինչա կատարվելու։ Ամեն